Նախքան աղոթքի բաժնին անցնելը մի բան եմ ուզում ասել, գիտեք շատ կարևոր է որ մենք մեկտեղ հավաքվենք։ Դա շատ կարևոր է որ հավատացյալ ժողովուրդը, Աստծո ժողովուրդը մեկտեղ հավաքվեք, միաբան լինենք։ Դա ամենակարևորն է։ Մեկտեղ լինելով մենք հաղորդակցվում ենք, մասնակցում ենք պաշտամունքին, միաբան մեր աղոթքն ենք բարձրացնում Տիրոջը։ Մեկս մյուսիս կարիքների համար ենք աղոթում, բարեխոսում, ու սա հենց աղոթքի բաժինն է, ու շատ կարևոր է որ մենք սա բաց չթողենք, ու ամեն ջանք անենք որ մեկտեղ հավաքվենք։ Եվ դրա համար սիրով հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր մեզ դիտում են, գան եւ մասնակցեն մեր պաշտամունքներին։ Չորեքշաբթի օրերը հավաքվում ենք Երևանում, Շերամի 88 հասցեում, շաբաթ օրը Քաղաք Գյումրի, Մանուշյան 10/2 հասցեում եւ Կիրակի օրը Էջմիածնի Էմանուել եկեղեցին մեր հիմնական պաշտամունքն է տեղի ունենում, Մաշտոցի 48 հասցեում ենք հավաքվում ժամը 12-ին։ Փառք Տիրոջ այսօրվա համար, գիտեք, նախքան աղոթելը, նախքան միաբանվելը, մի բան եմ ուզում ասեմ, սենց սրտիս կա, գիտեք, շատ կարևոր է որ մենք միշտ հիշենք, որ Աստված տիրում է։ Այն իրավիճակները, որ մեր կյանքում կա, այն դժվարությունները, ինչի միջով որ մենք անցնում ենք, հիշենք, որ Աստված տիրում է, Աստված տեղյակ է։ Այդ ընթացքը, որի մեջ որ դու կաս, այդ դժվարությունը, այդ փորձությունը, ուզում եմ որ հիշես, որ Աստված տեղյակ է, Աստված ամեն բան գիտի, դու մենակ չես, ինքը տիրում է քո կյանքում։ Ու եթե ինչ-որ դժվարություն կա քո կյանքում, այդ նրա համար է, որ դու ամրանաս, որ դու ավելի ուժեղանաս։ Հակառակորդի նպատակն է, որ դու քեզ գցի վատ վիճակի մեջ, ընկճվես, թուլանաս, ընկնես, ու այսպես միջև որ կեթաս դեպի, չգիտեմ, դեպի անդունդը։ Սա հակառակորդի նպատակն է։ Բայց Տերը մեզ ասում է, որ մեր կողքին է։ Ուր էլ որ գնանք, ինչ էլ անենք, ամենադժվար իրավիճակում լինենք, Տերը մեր կողքին է ու ինքը տիրում է։ Ու շատ կարևոր է, որ մենք այս հավատքով լինենք։ Երբ որ կանգնում ենք աղոթքի, հավատանք, որ Տերը տիրում է։ Տերը գործում է մեր կյանքում, Տերը բարի է ու իր կամքը լավագույնն է մեր կյանքում։ Այո, դժվարություններ կան, փորձություններ լինելու են մեր կյանքերում, բայց մենք ունենք մի հատ մեծ քաջալերանք։ Նա մեզ հետ է, տիեզերքի Տերը, Արարիչը, ամեն բան ստեղծողը, ամենազորեղ անձը մեր կողքին է, մեր հայրն է, ու ինքը տիրում է։ Ու այդ դժվարության մեջ, քո կյանքի փորձության մեջ, եթե դու քո հույսը դնես Տիրոջ վրա, դու կզորանաս, քո հավատքը կուժեղանա։ Դրա համար աղոթքից առաջ նախքան կանգնելը աղոթքի հիշի, որ դու ունես մեկին, որ ամենազորեղ անձն է։ Համարձակ պետք է կանգնենք Տիրոջ առաջ, ոչ թե ընկճված, խեղճացած, չէ, համարձակ։ Այդ դժվարությունը թող մեզ չթուլացնի։ Մեր հավատքը ամուր պահենք։ Աղոթում ես չի պատասխանվի աղոթքը, շարունակի աղոթելը։ Դու չգիտես թե երբ է այն ճիշտ ժամանակը, որ պետք է այդ պատասխանվի։ Տերը գիտի, Տերը տիրում է։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք միշտ հիշենք, որ Աստված մեր կյանքերում տիրում է։ Իր ներկայությանը հավատանք։ Եթե մենք հավատանք, որ Տերը մեր կողքն է, ինքը մեզ հետ է, չենք վախենա, չենք տագնապի, որովհետև գիտենք, որ մեր կողքին է ինքը։ Հակառակորդը կհարձակվի, սխալ մտքեր կուղարկի, կծիծաղես, կասես, ես գիտեմ, որ Աստված իմ կողքն է, ու այս մտքերը Աստծո կամքի հետ կապ չունի, ու կհակառակվես չարին, ու այո, չարը կփախչի։ Դրա համար շատ կարևոր է, որ հավատանք, որ Տերը մեր կողքին է, ու մենք այսօր այստեղ միաբանվում ենք Տիրոջը աղոթելու, ավելի զորանալու, իր առաջը լինելու, իրեն կանչելու, որովհետև առանց իրա մենք կորած ենք, առանց իր ներկայության մենք ոչինչ ենք։ Մենք Տեր Հիսուս Քրիստոսով ենք զորանում, իր հետ ամեն բան հնարավոր է, սա միշտ մենք պետք է հիշենք, և առաջարկում եմ կանգնենք և միասին միաբան աղոթենք Տիրոջը։ Տեր իմ Աստված, ահա քո առաջ ենք, շնորհակալ ենք Տեր Հիսուս, շնորհակալ ենք Տեր Հիսուս, որ քո կյանքն ես տվել, ահա քո առաջ ենք Տեր Հիսուս, և կանչում ենք քեզ մեր կյանք, Տեր իմ Աստված, շատ դժվարություններ կան, շատ փորձություններ կան, Տեր իմ Աստված, խնդրում ենք, որ զորացնես մեզ, Տեր իմ Աստված, մեր հավատքը ուժեղացնես, Տեր, որ հավատանք, որ դու միշտ մեր կողքին ես, հակառակորդի ամեն չար միտք, ամեն ստություն թող ետից գնա,
Եվ հավատանք քո խոսքին, որ դու միշտ մեր կողքին ես ամեն օր միջև աշխարհի վաղճանը։ Ուր էլ գնանք, ամենադժվար իրավիճակում մեր լինենք, մահվան շուքից զորով էլ անցնենք, դու քո խոսքի մեջ խոստում ունես, որ մեր կողքին ես լինելու Տեր։ Եվ սա ամենամեծ քաջալերանքն է, Հիսուս։ Շնորհակալ ենք, որ դու զորացնում ես մեզ, Տեր իմ Աստված։ Աղոթում ենք նրանց համար, ովքեր ընկճված են, թուլացել են, թող սթափվեն, զորանան, հիշեն, որ տիեզերքի Տերը իրանց հայրն է, ումից պետքա վախենան, ումից պետքա սարսափեն, եթե Աստված իրանց կողմն է։ Տեր իմ Աստված, խնդրում ենք զորացնես, քո Սուրբ Հոգով այցելես ամեն մեկիս, Տեր իմ Աստված։ Մենք քո կարիքը ունենք, Հիսուս, եւ կանչում ենք քեզ մեր կյանք, Տեր իմ Աստված։ Քո առաջ ենք բերում, Տեր, մեր բոլոր սխալները, սայթակումները, Տեր իմ Աստված, խնդրում ենք, որ մեզ մաքրես, Հիսուս, լցնես քո ներկայությամբ, Տեր իմ Աստված, օգնես, Տեր, որ քո կամքը պահենք, սրբության կյանք ունենանք, Տեր իմ Աստված։ Աղոթում ենք բժշկության համար, Տեր, մենք հավատում ենք, որ դու նույն բժշկող Աստված ես, եւ ամեն բան հնարավոր է քո համար, Տեր, խնդրում ենք հպվես այն ցավոտ տեղերին, որ կան, Տեր իմ Աստված, բժշկություն բերես, Տեր Հիսուս, դու շատ գերբնական հրաշքներ ես արել, Տեր իմ Աստված, ու դու չես փոխվել, Տեր, խնդրում ենք, Տեր, որ բժշկություն բերես, բոլոր նրանց կյանքերում, ովքեր աղոթում են, ուզում են բժշկվեն, Տեր, խնդրում ենք, որ այցելես իրենց, Տեր իմ Աստված, իրանց միտքը բացես, Տեր, իրանց հավատքը ուժեղացնես, որ հավատան, որ դու նույնն ես, Հիսուս, նույն սիրող հայրն ես, նույն հրաշագործ Աստված ես, սիրում ենք քեզ, Տեր իմ Աստված, աղոթում ենք բոլոր նրանց համար, ովքեր ազատագրության կարիք ունեն, շատ կապանքներ ունեն իրենց կյանքերում, որ չեն կարողանում ազատվել, խնդրում ենք, այցելես, Հիսուս, քո գերբնական ներկայությամբ հպվես, Տեր իմ Աստված, զորացնես, Տեր իմ Աստված, որ այո ջանք անեն, Տեր, մեղքի դեմ պատերազմող լինեն, Տեր իմ Աստված, եւ քեզ հուսան, հավատան, որ ճիշտ բանին դու կհպչես ու Տեր իմ Աստված բժշկություն կբերես, ազատագրություն կբերես, Տեր իմ Աստված, խնդրում ենք, որ շարունակենք այդ ջանքը, Տեր, շարունակենք ջանանք, որ քո կամքը պահենք, Տեր իմ Աստված, խնդրում ենք, Տեր, մեր ընտանիքի անդամների համար, նրանց համար, ովքեր դեռ չեն ապաշխարել, բայց անդադար աղոթում ենք, Տեր իմ Աստված, խնդրում ենք, որ իրենց սրտերին հպվես, Տեր, խնդրում ենք, որ քո լույսը ցույց տաս, Տեր իմ Աստված, քո սերը ցույց տաս, Տեր իմ Աստված, իրանց միտքը բացես, աչքերը բացես, որ տեսնեն քեզ, Հիսուս, որովհետև դու ես միակ ճանապարհը դեպի կյանքը, Տեր, չկա ինչ-որ մեկը, որ կարա մեզ փրկի բացի քեզանից, Հիսուս, մեր հույսը դու ես, Տեր իմ Աստված, եւ խնդրում ենք, որ իրենց կյանքերում, Տեր, դու հայտնվես, Տեր իմ Աստված, որ իրենց միտքը բացվի եւ իրենք քեզ ընդունեն, Հիսուս, շնորհակալ ենք քեզանից, Տեր իմ Աստված, միաբան աղոթում ենք, Տեր, եւ երկրպագում ենք քեզ, Տեր իմ Աստված, եւ ողջ փառքը քեզ ենք բարձրացնում, Տեր իմ Աստված, որովհետեւ դու ես արժանի, բարձրյալ Աստված, ողջ փառք ու պատիվ ընդունելու։ Աղոթում ենք Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Բարձրյալ է, հզոր է, տիրում է հավիտյան, Տերն է իմ արքաների արքա։